Ադրբեջանում հրահանգը տրվում է, Հայաստանում գործիքակազմն աշխատում է, Մայրաթորի և Էհափառի դեմ այս մասին Երկիր.am-ի հետ զրույցում ասել է Մասյացոտնի թեմում ծառայած Տեր Զարեհ Քահանա Աշուրյանը։ Եկեղեցահալած այս քաղաքականությունը, որը նաև թշնամու օրակարգն է, դատապարտված է ձախողման, այս մասին գրառում է արել Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Գլխավոր դատախազության շենքի դիմաց 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը այսօրվանից անժամկետ նստած ցույց է սկսել պաշտպանություն միակ կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանին։ Դատարանը մարդկանց առջև պայման է դնում, եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ, այս մասին Աբովյան քրեակատարողական հիմնարկից գրել է Լիդիա Մանթաշյանը։ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը սկանդալային տեսանյութ է տարածել, որտեղ խոսել է այն մասին, որ դեռևս 1999 թվականին Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հավաքագրել են Նիկոլ Փաշինյանին և օգտագործել որպես գործակալ։